Բայց ձեզ պետք էր մտակ քաղաքականություն։ Այն ժամանակ կարողանում էի տեսնել, պրոգնոզավորել այն ինչ որ մենք այսօր ունենք։ Եվ կարողանում էի հասկանալ այդ եւ սորոսացին երևույթների նպատակները եւ deep state, որ ասում են խորքային պետության ուղղվածությունը եւ այն որ այս վերջերս էի կարդում Անգլիայի պրեմիեր-մինիստրներից մեկն ասել էր, որ մենք 1915-20-22 թվականներին հայերին դրեցինք զոհասեղանին, բարձր պատվանդան կառուցեցինք զոհասեղանի եւ հայերին դրեցինք այդ բարձր պատվանդանի վրա, որպես զոհասեղան։ Այդ ամեն ինչը լրիվ համադրելով ես ցավոք սրտի իմ պրոգնոզը շատ բացասական էր։ Եվ ես փորձեցի իմ կարողությունների չափով, իմ հնարավորությունների չափով օգնել իմ երկրին։ Այն ռեսուրսը, որ ես ունեի, այսպես ասենք, մարդկային Ձեր հետևից եկող, իմ հետևից եկող, ինձ հավատացող մարդկանց ռեսուրսը որոշակիորեն տրանսֆորմացնել քաղաքականի, որպեսզի գոնե կարողանանք բալանսավորել, հավասարակշռել այդ ժամանակ արդեն պարտված քաղաքական ուժին, որպեսզի իրանք չունենան գոնե սահմանադրական մեծամասնություն կամ պարտված քաղաքական ուժը լինի փոքրամասնություն, չհաջողվեց, ցավոք չհաջողվեց, այդ չհաջողվելուց հետո ես արդեն կարելի ասել դուրս եկա քաղաքականությունից, ինչու որովհետև անզոր գտնվեցին ձեր ջանքերը, թե կա այլ որովհետև եթե ինչ-որ բան ես ձեռնարկում, դու պետք է գոնե որոշակի հաղթանակի շանս տեսնես, տեսլական ունենաս։ Ես այսօր որևէ մեկի հետ, ոչ մեկի հետ որևէ բան չեմ ձեռնարկում, որովհետև չեմ ընդունում ոչինչ, իսկ ինքս ինձնով որևէ տեսլական, որևէ շանս չունեմ։ Ուստի կթուլանամ եւ կփորձեմ մաքսիմում հաճույք ստանալ։